նոր շարք ենք սկսել, որը բավական երկար կտևի, որովհետև Տեր Հիսուսի հարցերը բավականին շատ են Աստվածաշնչում եւ չգիտեմ ինչքան կտևի, ամեն դեպքում այս հարցերը մեզ մտորելու, խորհրդածելու եւ այս հարցերին պատասխաններ գտնելու առիթ է տալիս եւ հույս ունեմ, որ կմտածենք, եթե հիշում եք առաջին հարցը, որից սկսել ենք, հիմա երկրորդն է, եթե աղը անհամանա ինչով կաղանվի հարցներ, որի մասին խոսել ենք նախորդ անգամ, եւ այս անգամ երկրորդ նույն Մատթեոս ավետարան 5-րդ գլխից եւս մեկ հարց, այս հարցը նույնպես նման է նախորդ հարցին, որովհետեւ առանձնապես պատասխան չի ակնկալում, այդպիսի հարցեր կան, ռետորական հարցեր են կոչվում, որ հստակ պատասխանը իր հարցի մեջ կա արդեն, այսինքն հարց տվողը գիտի պատասխանը, ուղղակի ուզում է, որ մենք մտածենք սրա շուրջ։ Եթե միայն ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք։ Եթե միայն ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք։ Տեր Հիսուսի հարցերից եւս մեկը։ Եվ Տեր Հիսուսի ուսուցումները ընդհանրապես լեռան քարոզը տակն ու վրա էր անում մարդկանց պատկերացումները, որոնք հիմնականում հրեաներ էին, գիտեք, այդ ժամանակ, եւ իրենց պատկերացումները հիմնված էին Մովսեսի օրենքի վրա, եւ ես ուզում եմ այս հատվածը ընթերցել, որպեսզի գիտեք, նախորդ մեր դասերից հիշում եք, որ մենք փորձում ենք հասկանալ համատեքստը, մտքով տեղափոխվենք այդ ժամանակները, հասկանանք ովքեր էին, ինչ համատեքստ էր, հրեաներ, որոնք Մովսեսի օրենքով էին դաստիարակված, Տեր Հիսուսը իրենց հետևյալն է ասում, Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 38-ից 48 ընթերցեմ, մի քիչ երկար, բայց որպեսզի հասկանանք։ Լսել եք նշանակում է այսպես են ձեզ սովորեցրել։ Եվ ցավալի է, բայց 2000 տարի անց քրիստոնեական երկրում նույնն է, այդպես են սովորեցնում։ Եթե մեր շուրջը նայենք, շատ ցավալի իրադարձություններ կան, երբ որ մարդիկ հասարակ բաներից դաժանորեն իրար հետ կռիվ են սկսում եւ շատ անգամ մահվան ելքով միջադեպեր են լինում, որ ատելություն, եղբայրը եղբոր դեմ, հայը հայի դեմ, ատելություն։ Չգիտեմ, հասարակ մեքենայի ազդանշանից դա կարա լինի, կամ չգիտեմ, ոտ տրորելուց դա կարա լինի, ցավալի դեպքեր կար վերջերս լսեցինք հասարակ բաներից։ Հիմա Տեր Հիսուսը ինչ էր սովորեցնում։ Լսել եք ինչ ասվեց. աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ։ Այս սկզբունքն է։ Դու ինձ վնասեցիր, ես քեզ վնասելու եմ։ Եվ 30-րդ խոսքում ասում է, բայց ես ասում եմ ձեզ, չարին հակառակ մի կանգնիր, այլով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կողմն էլ նրան դարձրու։ Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ եւ շապիկը տառնել, բաճկոնը տել տուր նրան։ Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկու մղոն էլ գնա։ Ով քեզանից խնդրում է տուր, ով քեզանից ուզում է փող առնել, երես մի դարձրու։ Լսել եք, թե ինչ ասվեց. պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես թշնամուդ։ Այսպես էր սովորեցրած, այսպես էին ասում. ով քեզ բարիք է անում, քո ընկերն է, պիտի սիրես իրան, ով քեզ չարիք է անում, քո թշնամին է, պիտի ատես իրեն։ Այսօր աշխարհը սա է սովորեցնում։ Բայց ես ասում եմ ձեզ, սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպիսի որդիներ լինեք ձեր հորը, որ երկնքում է, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե չարերի եւ թե բարիների վրա եւ անձրև է բերում եւ արդարների եւ անարդարների վրա։ Ասեք, որ այսօր էլ որ մարդիկ լսեն, օրինակ այս խոսքերը մեկը պատահաբար, չգիտեմ, YouTube-ում միացնի ու լսի, ասի չի կարող տես լինել, հնարավոր չի այդպես ապրել։ 2000 տարվա քրիստոնեական մշակույթի մեջ դեռ մենք մտածում ենք, որ Քրիստոսի ասածները անիրական են։ Հնարավոր չի այսպես ապրել։ Եվ ցավալին գիտեք որն է, որ շատերը պատահական YouTube-ում միացնողները չեն, շատերը հենց հավատացյալներ են, եկեղեցի եկող, ասում են ո՞նց է հնարավոր դա։ Պիտի լսենք 46-րդ խոսքը։
Որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ինչ ավել բան արած կլինեք, չէ՞ որ հեթանոսներն էլ նույնն են անում։ Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը երկնավոր կատարյալ է։ Եվ կատարյալ բառը այստեղ ոչ թե Աստծու պես անթերի, այլ կատարյալ բառը մենք շատ անգամ տեսել ենք հասուն իմաստ ունի։ Այսինքն դուք եթե քրիստոնյա եք, հասուն քրիստոնյաներ եղեք։ Քրիստոնյան պիտի այսպես ապրի։ Եվ սա կապված է նախորդ մեր ասացի հետ, պիտի տարբերվի աշխարհից։ Նախորդ հարցը աղի համը կորցնելու մասին էր։ Հիմա եթե քրիստոնյան աշխարհից չի տարբերվում, ինքը համը կորցրած աղա։ Դու պիտի տարբերվես։ Եվ ոչ թե պիտի տարբերվես, դրոշակ բռնես, ասես ես հավատացյալ եմ, ես քրիստոնյա եմ, չէ։ Դու պիտի տարբերվես քո վերաբերմունքով։ Ոչ թե քո հագուստով պիտի տարբերվես, այդ հագուստի տակ Տեր Հիսուսը ասում էր փարիսեցիների հագուստի տակ շատ պիղծ բաներ էին թաքնում, ասում էր ձեր հագուստներին արտաքին տեսքին նայում եք այդ քղանցքի ծոպերը հատուկ մշակում եք, որ մարդկանցից փառք առնեք, որ նայեն ասեն, այս հագուստով հագուստին կարելի է հարգել, հագուստին չպիտի հարգեն, հագուստի միջինին պիտի հարգեն։ Անկամ ամբյոնը չպիտի քեզ հարգանք տա։ Ոչ էլ միկրոֆոնը քեզ հարգանք պիտի տա, ոչ էլ YouTube-ի դիտումները քեզ հարգանք, քո անձը ինչպիսին է, քո վերաբերմունքը մարդկանց, հատկապես քեզ չսիրող մարդկանց։ Ասա է աղին համ տալիս։ Աղը համ է տալիս, երբ տարբերվում է աշխարհից։ Հավատացյալի տարբերությունը պիտի լինի իր վերաբերմունքը իրեն ատողների հանդեպ։ Աշխարհը սա չի անում։ Աշխարհը սա չի էլ հասկանում։ Եվ սա ես 3 կետ եմ նշել, առաջինը գրել եմ սերը որոշումով է, որ կխոսենք այդ մասին, երկրորդը գրել եմ սերը ողջամիտ է։ Սերը միշտ ողջամիտ է, այսինքն նաև հավատացյալների անմտությամբ թշնամուն սիրելը կամ քեզ ատողին սիրելը ինքը դարձել է թուլություն, դա թուլություն չի։ Ներելը նա չի, որ դու էլ ոչ մի բան չես կարող անես, թույլ ես, ստիպված ներում ես։ Մեկը գալիս է քեզանից գողանում է, դու իրանից չես կարա հետ վերցնես, դա ասում ես դե ոչինչ ներում եմ։ Չես ներում։ Ուղղակի չես կարա վերցնես, դրա համար էլ ասում ես ներում եմ։ Դա չի ներելը։ Մեկը քեզ ապտակում է, չես կարա իրան պատասխանես, ասում ես ես երկրորդս եմ տալիս։ Իսկ որ կարաս պատասխանես, առյուծ ես ճղում մեջտեղից, ասում ես դու ով ես, որ ինձ ապտակես։ Նայած ով է քեզ մոտեցողը։ Այսպես չի քրիստոնեական կյանքը։ Քո վերաբերմունքը պիտի լինի ողջամիտ եւ ուժեղ։ Եւ ուժեղ լինել ու ներել, ուժեղ լինել եւ ողորմած լինել, այսա իմաստություն է պետք Տիրոջից։ Այս սրա համար Աստծո շնորհքի հոգին է պետք, որպեսզի մարդուն առաջնորդի, որ դու համ զիջող լինես, համ քո զիջելուց թուլություն չերևա։ Այսա ես չգիտեմ, սրա համար Տիրոջ փեշերից բռնել է պետք ասել, մեզ սովորեցրու դու ո՞նց էիր անում։ Տերը գիտեր, ժամանակ կար, որ իրեն ապտակողին ասում էր ինչու ես ապտակում, ասա ինչ վատ բան եմ արել, իսկ ժամանակ կար, որ իր մեջքը տվել էր ոչ թե ապտակներին, այլ մտրակներին եւ ոչ մի ձայն չէր հանում, ինչպես մի գառ, որ տարվում է մորթվելու։ Եվ մենք իմաստություն պիտի ստանանք Տիրոջից։ Նրա խաչի չարչարանքների մեջ էլ ուժ կար, զորություն կար, հաղթանակ կար եւ քրիստոնյայի կյանքը այսպիսի հաղթանակը պիտի լինի, հաղթական կյանք պիտի լինի։ Անկամ շապիկը հանելը, անգամ երկրորդ մղոն գնալը, անգամ մյուս այտը տալը, ինքը պիտի հաղթանակ լինի։ Դիմացինը պիտի իր սրտում վախենա այդ ուժից, որ տեսնում է քրիստոնյայի մեջ։ Անգամ ներումը, անգամ զիջելը։ Սա երբեք թուլություն չպիտի լինի։ Եվ կարծում եմ շատ սխալ վերաբերմունքի պատճառով է, որ քրիստոնյաները այսպես թույլ տկար մարդկանց տպավորություն են թողել։ Այդպես չի քրիստոնեությունը։ Խոնարհ է, զիջող է, բայց երբեք թույլ չի։ Եվ երբեք տկար չի։
Ընդհակառակը, այսպիսի կյանքով կարան ապրեն միայն ուժեղները։ Սերը որոշումով է։ Երբ որ ասում է սիրեք, գիտեք, օրինակ ասում է գնացեք ամբողջ աշխարհ ավետարանը քարոզեք, ճիշտ է։ Գնացեք։ Դա նշանակում է հանձնարարություն, որ մենք պիտի անենք։ Այս աշխարհը սովորացրել է, որ դե սերը մի բան է, որ կամ ծնվում է իմ ներսում, կամ չի ծնվում, դա անկախ ինձանից է։ Մի բան, ես սրան չեմ կարող սիրեմ, դե չկա էլի մեջս, հո ձևեր չեմ թափելու։ Սա աշխարհի սովորեցրածն է։ Կամ կա, կամ չկա, կամ տալիս է Աստված, կամ չի տալիս։ Աստված ասում է, տենց չի, ձեզ խաբել են, դա հունական փիլիսոփայությունն է։ Հունական դիցաբանությունն է։ Հունական աստվածների հորինածն է, այդ փոքրատառով չաստվածների մասին պատմությունների հիման վրա հունական փիլիսոփաները սիրո մասին գրվածքներ ունեն, որոնք այնտեղ, չգիտեմ, կուպիդոնների նետերով հարվածները, որ հենց դիցաբանության մեջ է։ Իրանք նետահարեն կսիրես, իրանք չեն նետահարի չսիրի, այդպես չի սերը։ Աստվածաշունչ ասում է, սերը որոշում է։ Սերը որոշում է, օրինակ բարիք անելու որոշում մեկին, ով այդ բարիքին արժանի չի։ Եթե մենք հասկանանք, որ հենց այդպես է Աստված մեզ սիրել, մենք կկարողանանք այդ սիրով սիրել մյուսներին։ Առաջի Հովանու 4 գլուխ 7-ից 12 խոսքերը։ Սիրելիներ, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է։ Ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սերը երևում է գործերով։ Սրա մեջ է սերը, ոչ թե մենք Աստծուն սիրեցինք, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել, եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա եւ նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Այսքան սիրելու պատվիրանը ընդհանրապես նշանակում է, որ դա մեզանից է կախված։ Որ ասում եմ, մի սպանիր, դու չես կարող ասես, դե Աստված, դու ես ինձ սենց ստեղծել, ես սպանելու հակում ունեմ։ Գիտեք չէ, շատ մեղք գործողներ ասում են, Աստված է մեղավոր, ինձ էս հակումով է ստեղծել։ Աստված քեզ հակումով չի ստեղծել, Աստված քեզ ճիշտ է ստեղծել։ Կարա քո շրջապատը քեզ սխալ դասիրակած լինի։ Կարա քո նայած պիղծ բաները, լինի դա մարդասպանություն, չգիտեմ, խաղերը, ես սպանելու վրա ասեցի, բայց շատ ուրիշ մեղքեր կան։ Իրենք քեզ տան այդ հակումները։ Բայց Աստված քեզ չի ստեղծել մեղքի հակումով։ Այո, մարդի բնությունը Ադամից սկսած մեղավոր է, բայց Աստված այդպես չէր ստեղծել։ Եվ դու կարաս Քրիստոսով շտկես այդ ամեն ինչը։ Հիմա սերը, այդպիսի մարդ չկա, որ չկարողանա սիրել։ Ուղղակի պետքա որոշում կայացնել։ Ուղղակի պետքա որոշում կայացնել եւ Աստծուց շնորհք խնդրել։ Բարիով հաղթիր չարին։ Հռոմեացիս 12-րդ գլխում ասա գրած։ Ես տեսնեմ, որոշել եմ այս ավելի կարճ լինի, դրա համար մի քիչ արագացնեմ, լավ։ Սերը միշտ ողջամիտ է։ Տիտոս 2-րդ գլխում Տիտոս 2-րդ գլուխ առաջին երկու խոսքերում, բայց դու խոսիր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։ Ձերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ հավատով, սիրով, համբերությամբ։ Հավատքն էլ պիտի լինի ողջամիտ։ Սերն էլ պիտի լինի ողջամիտ։ Համբերությունն էլ պիտի լինի ողջամիտ։ Եվ ողջամիտ նշանակում է առողջ միտք։ Չպիտի լինի այսպես այդ ինչ ասեմ, զգացմունքների տակ։ Չպիտի լինի քո հավատքը մի հավատք, որ քեզ նայեն կողքից, ասեն խելքը գցել է։ Չպիտի լինի։ Դու մի բան որ խոսում ես, պիտի մտածես, դու աղու լույս ես, դու պիտի այնպես խոսես, որ ոչ թե մարդիկ քեզանից հետո ասեն ցնդել է այս մարդը, կներեք սրա համար, բայց շատ հավատացյալների հետևից այդպես են ասում, որովհետև հավատացյալի համար կարևոր չի ինչ կնկալի, կարևորը ինքը ասի։
Մարդիկ ասում են, ինչի՞ ես այդպես խոսում։ Ասում եմ, ես Աստծո առաջ ուղիղ լինեմ, իրանք կապաշխարեն, չեն ապաշխարի։ Կարևորը ես զգուշացրեցի։ Ասեք, սրա մեջ սեր կա։ Չկա սեր։ Մարդը ավելի շատ անհանգստացած է իր Աստծո առաջ կանգնելուց, որ պատասխանը դե ես ասել եմ, Աստված էլ կասի, որ մի քիչ աղոտ կանեիր, իմաստություն խնդրեիր, կարող է չասեիր ոչ մի բան, գնայր իրանց տունը օգնեիր, հետո քեզ ավելի լավ կլսեին։ Ողջամիտ կերպով կխոսեիր։ Եվ ոչ թե կասեիր ապաշխարեք թե չէ կգնաք դժոխք, այլ կհարցնեին այդ, ասում եմ, որ կհարցնեն ձեր մեջ եղած հույսի համար, այդ ժամանակ է պետք խոնարհությամբ պատասխան տալ։ Դու պիտի այնպես ապրես, որ մարդիկ գան ասեն դու տարբեր ես։ Եվ այդ տարբեր լինելու հիմնական հատկանիշներից մեկը նա է, որ եթե միայն ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք երկնքում։ Ինչ վարձք։ Չկա վարձք։ Հեթանոսներն էլ են դա անում։ Մաքսավորներն էլ են դա անում։ Մեղավորներն էլ են դա անում։ Մեկը լավություն է անում, գալիս են ասում են ոնց էս մարդու լավության տակից դուրս գանք, լավ մարդ է։ Իսկ Տեր Հիսուսը ասում է լավություն արեք այն մարդկանց, ովքեր չեն կարա ձեզ փոխարեն անեն։ Այ իրանց լավություն արեք։ Այն տկարներին, այն վատերին, այն մերժվածներին, այրանց արեք այդ լավությունը։ Եվ մենք որպեսի որդիներ լինենք ձեր հորը, որ երկնքում է։ Երկնքի վարձքի մասին խոսենք եւ ավարտենք սրանով։ Տերը ասեց, ինչ վարձք ունեք երկնքում։ Հովանու 5:44-ում ասում էր, դուք չեք կարող ինձ հավատալ, որովհետեւ իրարից եք փառք առնում։ Այստեղ վարձք թե երկնքում վարձք։ Մենք միշտ այս ընտրության առջև ենք։ Այստեղ քո անունը բարձրանա, թե այնտեղ քո անունը բարձրանա։ Ասում է, ով իր անձը խոնարհեցնի, Աստված նրան կբարձրացնի։ Ով իրան բարձրացնի, կուզես եկեղեցու մեջ, կուզես աշխատավայրում, կուզես քո միջավայրում, հարևանների մեջ, ինչքան խոնարհ լինես, հիշեք, խոնարհը թույլը չի։ Ինչքան խոնարհ լինես, այնքան Աստված քեզ բարձրացնելու։ Ինչքան ուզենաս դու քո անձը մեծարես, այս գործը ես չեմ անի, եկեղեցու։ Ինչ է նշանակում այս գործը չեմ անի։ Ես չգիտեմ, խմբակի պատասխանատու եմ։ Ես աթոռները դասավոր եմ։ Ուր ենք հասել։ Եթե մի գործ կա անելու, ինչի ես պիտի անեմ։ Եթե դու սենց ես մտածում, դու արդեն հպարտացել ես։ Եթե դու քեզ թեկուզ քո պաշտոնը, թեկուզ քո պագոնների, հոգևոր կյանքում պագոններ չկան, բայց փոխաբերական իմաստով աստղերդ արդեն շատացել են, էլ տեղ չկա պագոնների վրա, միևնույնն է։ Դու պիտի քեզ խոնարհ պահես, դա նշանակում է ամենախոնարհը պիտի լինես, եթե ամենաբարձր տեղում ես։ Եվ մենք միշտ ընտրության առջև ենք, մենք մեզ կարանք բարձրացնենք, որպեսզի այս երկրի վրա մարդիկ բերանները բաց ասեն, վաու, Ամերիկայում տենց են ասում, վաու, ինչ ուժեղ հավատացյալ է, կարանք նենց ապրենք, որ Աստված ասի, նայր իմ որդուն, տես ինչ խոնարհ է, անգամ փառքը չի կարողանում իրան փչացնի, և շատերին փառքը, փողը ու չգիտեմ, դիրքը, իշխանությունը փչացնում է բառի բուն իմաստով։ Եվ եթե ուզում ենք այս հարցին կարողանանք պատասխանել, հաշվեք Տեր Հիսուսն է այս հարցը մեզ բոլորիս տալի, որովհետև իր խոսքի մեջ ասա։ Եվ մտածենք, ով կա մեր շրջապատում, որ մեզ չի սիրում։ Իսկ մենք իրան սիրում ենք։ Իսկ ուզեմ, որ շատ գործնական լինի։ Հիշենք, որ սերը որոշումով է, հիշենք, որ սերը պիտի ողջամիտ լինի, չպիտի զանգես, ասես, ես այսօր քարոզ եմ լսել, գիտես ինչ կա, ների ինձ, ես քեզ սիրում եմ, ոմանք կռվելուց էլ իրար կռվելուց հետո ասում են, մեկա ես քեզ սիրում եմ, թող Աստված օրհնի քեզ, Աստված օրհնի քեզը ավելի շատ հայոյանքի նման է հնչում, բայց ասում են, թող Աստված օրհնի քեզ, քո սիրտը քննի։ Մի անմիտ ձևով վերաբերվի մարդուն, ողջամիտ հավատք, Տիրոջ առաջնորդությամբ։ Եվ մենք պատասխանենք Տիրոջ այս հարցին։ Որտեղ ենք ուզում մեր վարձքը։ Այստեղ երկրի վրա, որ մենք բոլոր մարդկանց իրանց տեղը ցույց տանք ու մենք լինենք թագավոր,
իշխող, հաղթող, թե լինենք երկնքում մեր վարձքը որոնողներ։ Եթե միայն ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք երկնքում։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր։ Տուր մեր սրտերին իմաստություն, որ քննենք մեզ։ Մեր աչքերը շատ արագ նկատում են նրանց, ովքեր մեզ չեն սիրում։ Եվ մենք ամեն արդարացում ունենք, ինչու մենք էլ իրենց չենք սիրում։ Եվ տուր մեզ ապաշխարություն Տեր, ընդունիր քո զավակների խոստովանությունը, որ մենք տկար ենք այս հարցում եւ քո կարիք ունենք Տեր։ Եվ դու այսպիսի մարդկանց բերում ես մեր կյանք, որ մենք հնարավորություն ունենանք աղ եւ լույս լինելու, որ տարբերվենք աշխարհից, եւ շնորհակալ ենք Տեր այդ մարդկանց համար։ Եվ տուր մեզ իմաստություն, որ ողջամիտ հավատքով, ամուր որոշումով սիրենք եւ ոչ թե այստեղ վարձք որոնենք, այլ երկնքում լինի մեր վարձքը, աղ ու լույս լինելու։ Օգնիր մեզ, քո օգնության կարիք ունենք Տեր։ Հիսուս Տիրոջ անունով ենք աղոթում։ Ամեն։